5 տարեկան Սոֆին հյուր է Գողթանիկում, պապիկի սարքած համով խորովածն ուտելու ախորժակը ավելի է մեծանում գյուղբերող քարուքանդ ճանապարհին մի լավ ջարդրտվելու պատճառով։ Ամեն անգամ գյուղ մտնելիս հետո առաջ երկար է նայում աղջնակը, տարեկից ընկեր է փնտրում։ Ուզում եմ մեր գյուղում լիքը երեխաներ լիներ, որ խաղայինք։ Գողթանիկի փողոցներում երեխաներ գրեթե չեն հանդիպում։ Սոֆին պապիկի շան, հունանի հետ է վազվզում, զրուցում։ Ժողովուրդը քչացել են, էլի, երեխեքն է քիչ են 7-8 աշակերտ է։ Ընդամենը 7 աշակերտ ունի Գողթանիկի դպրոցը, 2 տարի առաջ 21 երեխա է գյուղից դուրս եկել։ Հիմա մի 3 տասնյակ ընտանիք է մնացել գյուղում, հաճախ 1-2 հոգանոց ընտանիք, բայց ժամանակին 120 ընտանիք է ապրել այստեղ։ Վերջին երեխան Գողթանիկում 3 տարի առաջ է ծնվել։ Նախիջևանի Գողթն գավառից են գաղթել այս մարդիկ, գյուղը գյուղ դարձրել, Գողթանիկ կոչել։ Ասում են, չեն էլ ուզում մտածել, որ մի օր գյուղում էլ մարդ չի լինի, որ իրենք էլ իրենց մեծերի պես գաղթի ճամփան կբռնեն։ Բրծավ, երիտասարդ չի մնացել, համայրը լրիվ էլ գնացել։ Դե որ սա շարունակվի, բոլորս էլ կետենք։ Համբարձումը ընտանիքի հայր է, կով է պահում, մեղվի փեթակներ ունի, գյուղի մասին խոսելիս հաճախ է ծանր հոգոցանում։ Էսա պան իրենք արել, հանձնելու տեղ չունենք առայժմ։ Գողթանիկցին իր ձեռքը բռնող է ուզում, որ գա գոնե կաթի մի արտադրամաս հիմնի այստեղ, որ Գողթանիկն ապրի։ Գյուղը անասնապահության համար, մեղվապահության համար շատ լավ է։ Ուղղակի պայմաններ պետք է լինի անասնապահության համար, կաթը մթերումը լինի, ինչ-որ մի արտադրամաս լինի, որ ժողովուրդ իրանց արտադրանքը հանձնեն գոնե մթերումը լինի, որ կարողանան ապրեն մարդիկ։ 28-ամյա Անդրանիկը ծրագրավորում է սովորել, Եղեգնաձորում քոլեջն ավարտելուց հետո եկել հայրենի Գողթանիկում մեղվափեթակներ է խնամում։ Անդրանիկը գյուղը չլքած հատուկենտ ջահելներից է։ Մարդիկ չեն մնում, հիմնականում ջահելությունը դուրս են գնում, աշխատանք չլինելու համար, անասուններ որ պահում են չեն կարողանում իրենց ապրանքը սպառեն։ Դրա համար թողում են գնում են, երգրից են գնում, գյուղից են գնում։ Գյուղից հեռանալ չի պատրաստվում, ում խնամքին թողնի իր մեղուներին։ Այս պատասխանատու սեզոնին մի ժամով էլ Գողթանիկից չի կարող դուրս գալ։ Այս սեզոնին հիմնականում ռամկա ենք իրենց տալի, իրենք պահանջարկ են անում, հավեր ռամկա ենք տալիս, որ ձվադրությունը շատ լինի, որ զանգվածը շատանա, մեղրաբերքի ժամանակ դաշտ գնալու շատ բերք բերեն։ Գողթանիկում մնացած մարդկանց տանն են պահում ոչ միայն մեղուները, այլև 7 կիլոմետրանոց այս ճանապարհը, որ անանցանելի է դառնում անգամ մի քանի կաթի լանցրևից։ Գյուղը ունի լավ տեղեր, որ ինչքան էլ որ գնում ես, էլի ուզում ես գնաս, էլի չես օգնում այդ տարածքներից։ Տարբեր եղանակին, տարբեր ձև ա լինում։ Չենք օգնում, ապրում ենք էլի, հələ որ։ Խանութ չկա Գողթանիկում, վաճառակետ բացելու բոլոր փորձերը այստեղ շատ արագ ձախողվում են։ Խանութպանները հաճախ միայն Նիսիայի բազմահատորյակներ են վաստակում։ Հիմա գնումների համար հարևան Հերմոն են գնում, մեծ առևտրի համար մարզկենտրոն Եղեգնաձոր, գնում են հիմնականում տաքսիով, որ կրակի գին է, եւ այս միակ ճանապարհով, որ կրակուպատիժ է։ Դրանք գյուղ չի գալիս, գազել չի գալիս։ Գալիս է ներքևի գյուղը։ Ժամանակին եղել է, որը 3 անգամ է եկել, հիմա նույնիսկ չի, էտել չի գալիս։ Թեկուզ շաբաթը 2 անգամ էլ գա, էլի Հերմոնից Գողթանիկ ճանապարհ, ահա որ այլանդակ վիճակում է, ահա որ այլանդակ ես կխնդրեի կառավարությանը, կխնդրեի բոլոր կազմակերպություններին, ինչ որ մի միջոցներ ձեռնարկեն այս ճանապարհը սարքելու համար։ Այլանդակ ճանապարհը ամեն տարի մինչև 100 տուրիստ է հաղթահարում, որ Գողթանիկի սարերի մաքուր օդը շնչի։ Գյուղի ջրվեժի մոտ անարատ մեղր ու կարագ ուտի, տեսնի 7-րդ դարի խաչքարերը։ Այս դեպքը, այս լեռները, այս գալիս են, շատ է, գալիս շրջում կնամ են։ Եթե անցած տարի եղել է շրջակայքով զբոսաշրջիկները եթե եղել են, ասենք մի 50-100 հոգի, կավելանա մի 300 հատը։ Գագիկն ու կինը Արփիկը Գողթանիկից երբեք չեն բացակայել, միշտ միասին են, իրար թևութիկունք։ 3 աղջիկներին ամուսնացրել են, միասին խնամում են 4-րդ տստերը, որ վատառողջ է։ Առաջ ինձ հեշտ է։ Իմ ամուսինը գնում էր խոտը քաղում է, ես էլ գնում էի, երեխեք եթե գնում էինք, բանը հավաքում էինք։ Իսկ հիմա չէ։ Դժվար է, որ սենց հիվանդացել եմ, այս վիճակին եմ դարել։ Չենք խեղճանում, ասում են Գողթանիկում, իրենց հույս են տալիս, թե բա արատեսում մարդ չի մնացել։
Գոհ են, որ գոնե թշնամու կրակոցների ձայնը իրենց չի հասնում։ Չնայած 44 օրյա պատերազմից հետո Գողթանիկն էլ է մոտեցել թշնամուն։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։